Սերբիայի նախագահը, որը անցյալ շաբաթ այցելել էր Վրաստան, շնորհակալություն է հայտնում Իրակլի Կոբախիձեին ջերմ հյուրընկալության համար եւ ուշադրություն հրավիրում երկրի ձեռք բերած առաջընթացին ու ընդհանուր արժեքներին։ Ինձ վրա մեծ տպավորություն գործեց այն արագ զարգացումն ու առաջընթացը, որին հասնում է ձեր երկիրը, ինչպես նաեւ առաջնորդների եւ իշխանությունների հաստատակամ կամքը իրենց ողջ ջանքերն ուղղելու Վրաստանի հետագա հաջողություններին եւ շոշափելի արդյունքների հասնելուն։ Միևնույն ժամանակ ես անկեղծորեն ուրախանում եւ հպարտանում եմ ձեր հաջողություններով, քանի որ հենց դրան են արժանի ձեր երկիրն ու քաղաքացիները։ Խորապես համոզված եմ, որ մեր համագործակցության ամենակարևոր ձեռքբերումները դեռ առջևում են, ինչը օգուտ կբերի ինչպես մեր երկրների գործարար շրջանակներին, այնպես էլ մեր քաղաքացիներին, որոնք առանձնանում են միմյանց նկատմամբ հատուկ բարեհաճությամբ եւ բարեկամական վերաբերմունքով։ Սա հատկապես հստակ զգացվում էր այն ժամանակահատվածում, որը դուք այդքան առատաձեռնորեն տրամադրեցիք ինձ եւ իմ պատվիրակությանը։ Մինչ հոկտեմբերին Բելգրադում ձեզ կհյուրընկալեմ որպես թանկագին հյուրի եւ եղբոր, օգտվում եմ առիթից եւս մեկ անգամ մաղթելու ձեզ ամենայն բարիք եւ հավաստելու իմ անկեղծ հարգանքը, նշում է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Առաջին ընթերցմամբ իրավական հարցերի հանձնաժողովի նիստում կքննարկվեն օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին Վրաստանի օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Օրինագիծը պատգամավորներին կներկայացնի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն։ Ըստ նախագծի Վրաստանի քաղաքացու եւ օտարերկրացու միջև կեղծ ամուսնությունը դառնում է քրեական կարգով պատժելի։ Կրճատվում են որոշումների բողոքարկման ժամկետները, սահմանվում են գործերի քննության սեղմ ժամկետներ, իսկ որոշ դեպքերում հնարավոր կլինի գործը քննել առանց բանավոր լսումների։ Օրենսդրական փոփոխություններով կկարգավորվեն նաև ուսումնական կացության թույլտվության հետ կապված հարցերը։ Նշված թույլտվությունը կտրվի չափահաս անձանց միայն այն դեպքում, եթե նրանք սովորում են հավատարմագրված բարձրագույն կամ մասնագիտական ուսումնական հաստատությունում։ Նախաձեռնությունը, որը պատկանում է ներքին գործերի նախարարությանը, խորհրդարանը կքննարկի արագացված կարգով։ Միասնական ազգային քննություններին, ուսանողների կրթաթոշակային մրցույթին, ընդհանուր մագիստրոսական քննությանը, ինչպես նաև առարկայի ավագ հատուկ ուսուցչի եւ հիմնական մասնագիտական հմտությունների քննություններին գրանցված անձինք այս պահից արդեն կարող են տպել իրենց քննության քարտերը։ Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնը 2026 թվականի քննվողներին հիշեցնում է, որ քննություններին մասնակցելու համար պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի հետ ներկայացնել նաև քննության քարտը։ Քարտում նշված են քննության կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ամսաթիվը, գրանցման մեկնարկի ժամը եւ այլ կարևոր տեղեկություններ։ Կենտրոնը կոչ է անում մասնակիցներին ուշադիր ծանոթանալ քարտում նշված տվյալներին եւ հաշվի առնել, որ գրանցման ավարտից հետո նրանք այլևս չեն թույլատրվի մասնակցելու քննությանը։ Կարևոր է նաեւ, որ քարտի վրա նշված ամբողջ տեղեկատվությունը տված լինի հստակ եւ առանց թերությունների։ Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը։ Միջնորդները Կատարը եւ Պակիստանը համատեղ հայտարարության մեջ դրական են գնահատում հանդիպման արդյունքները եւ զրուցում առաջընթացի մասին։ Կողմերը համաձայնել են ստեղծել հատուկ հաղորդակցական ալիք Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգ նավարկությունն ապահովելու համար։ Իրանը պարտավորվում է աշխատել նեղուցով անցման ընթացքում միջադեպերի եւ թյուր ըմբռնումների կանխարգելման ուղղությամբ։ Այս ժամկետը ներառում է 60 օր։ Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները կասեցվել են, իսկ արտասահմանում սառեցված իրանական ակտիվների մի մասը ապասառեցվել է։ Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել ստեղծել Լիբանանի համակարգող խումբ, որի նպատակն է ապահովել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը։ Տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում կշարունակվեն նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ-ի նախագահը ասում է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա։ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրում է, որ Սթարմերը ձախողվել է երկու կարևոր ոլորտներում՝ ներգաղթի եւ էներգետիկայի քաղաքականության մեջ։ Մինչ այդ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Քիր Սթարմերը հնարավոր է այսօր հայտարարի իր հրաժարականի մասին, քանի որ կորցրել է իշխող լեյբորիստական կուսակցության անդամների վստահությունը։ Օբզերվերը հղում անելով աղբյուրներին գրում է, որ Սթարմերը նման որոշում է կայացրել նախարարների աշխատասենյակի անդամների, խորհրդականների, արհմիութենական առաջնորդների եւ լեյբորիստական կուսակցության հովանավորների հետ անցկացրած խորհրդակցություններից հետո։
Գուրիայում, Օզուրգեթի և Լանչխութիի անտառային տեղամասերում 18 հեկտար տարածքում իրականացվել է անտառի վերականգնման լայնածավալ ծրագիր։ Հողի պահպանության և էկոհամակարգի ամրապնդման նպատակով տարածքում տնկվել է մոտ 15,000 տնկի կարմիր գրքում ընդգրկված իմերական և շագանակատերև կաղնու, ինչպես նաև թխկու և ակացիայի տեսակներից։ Ընթացիկ տարում ամառային ազգային գործակալությունը նման միջոցառումներ կիրականացնի երկրի 9 տարածաշրջաններում, լրացուցիչ 2600 հեկտար տարածքում։